Նոր հաղորդաշար եք սկսել, սոցիալական ձեր ցանցերով եք տարածում, ճանապարհ դեպի Արցախ։ Ու պատերազմի, մասնակիցների վկայություններն եք հավաքագրում այս միջոցով։ Այո, ճիշտն ասած պահանջը շուտվանից կար ու հասարակության մեջ ցավոք սրտի տարատեսակ կեղծ տեսակետներ կան տարածված հիմնականում իշխանության կամ իշխանությունը զբաղեցնող անձանց կողմից եւ մենք փորձում ենք առաջնահերթ վերջնականապես կոտրել այդ կարծրատիպերը եւ նաեւ հասարակությանը կրկին անգամ հիշեցնել ինչ է տեղի ունեցել։ Այստեղ ամենակարևոր հարցերից մեկը, որը մանավանդ վերջին ժամանակներում չափազանց արդիական են դարձել հենց կառավարիչները, դա վերաբերվում է նրան, թե չենք կռվել։ Այ եթե չենք կռվել, որտեղից էս հուշարձանները հայտնվեցին մեր կյանքում, որտեղից պանթեոնը այդքան մեծացավ։ Միանշանակ մենք պատերազմի բողով անցած եւ պատերազմի ամենածանր վայրերում եղած տղաների հետ տալու ենք այդ հարցի պատասխանը եւ տալու ենք շատ այսպես երկաթյա ձևով, որբիսի ապագայում էլ որևէ մեկը կասկածի տակ չառնի մեր տղաների հերոսությունն ու քաջագործությունները։ Երկրորդ հարցը, որը այսօր շատ կարեւոր է եւ նորից մենք փորձելու ենք այդ նախագծի շնորհիվ ունենալ պատասխան, կայանում է նրանում, թե ինչի պարտվեցինք, այ ով ինչ արեց կամ ով ինչ չարեց, որ մենք պարտվեցինք, ինչը չափազանց նորից կարևոր հարց է, եւ երրորդ հիմնական կետերից մեկը, որը մեզ համար չափազանց կարևոր է, դա Արցախ վերադառնալու ճանապարհն է, կրկին Արցախը վերազատագրելու ճանապարհն է, որովհետեւ առանց Արցախ բացառվում է, որ մենք որպես պետականություն կարողանանք կայանալ եւ առաջ գնալ։ Հայաստանի երրորդ հանրապետությունը ինքը ծնվել է հենց Արցախով։ Եվ Հայաստանի երրորդ հանրապետությունը իր բոլոր հաջողությունները գրանցել է նաեւ Արցախով։ Արցախը մեր համար ոչ միայն եղել է կարևորագույն սահման, այլ Արցախը նաեւ այն հիմնական հաղթաթուղթն է, որով աշխարհը մեր հետ տարբեր հարցերով հաշվի է նստում։ Արցախը նաև մեր սերունդներին դաստիարակելու ամենակարևոր հիմնաքարերից մեկն էր եւ հետեւաբար եթե որևէ մեկը մտածում է որ մենք այս կորուստի ցավով կկարողանանք պետականությունը նորից պինդ պահել, կկարողանանք սերունդներ դաստիարակել, կկարողանանք մեր ազգային նպատակները, երազանքներն առաջ մղել, դա սին կարծիք է, ոչ մենք Արցախով որպես պետականություն ձևավորվել ենք եւ եթե Արցախը չվերադարձնենք, մենք Արցախով էլ որպես պետականություն կդադարենք գոյություն ունենալ։ Այս է այդ կարևոր հիմնաքարերից մեկը, որը մենք փորձում ենք մեր տղաների նաեւ կարծիքով հասկանալ ինչ պետք է անենք, ինչ պետք է չանենք, ինչը պետք է փոխենք, որ մենք վաղը մյուս օր նորից կարողանանք վերադառնալ մեր հայրենիք։ Դուք կարծես շոշափում եք այն հարցերը, որը փորձում է ստանալ ազգային ժողովում ձևավորված փաստահավաք խումբ։ Գիտեք, գուցե առ երևույթ նման կարծիք ստեղծվի, բայց իրականում ոչ, որովհետև ազգային ժողովում ձևավորված Քոչարյանի, այսպես ասած, հանձնաժողովը ինքը ոչ թե նպատակ ունի պատերազմի արդյունության պատճառները հստակեցնել, առավել եւս ոչ թե նպատակ ունի ապագայում պետությունը պատրաստել նորից հաղթանակների, այլ ինքը ընդամենը մեկ նպատակ ունի, այն ժողովրդի մեջ ընդունված բառով ասեմ, հողատուին փրկել, կապիտուլյանտի դեմքը փրկել եւ փորձել այդ ամբողջ անհաջողությունները պարտել տարբեր այլ պաշտոնյաների եւ ամենակարևորը ժողովրդի վզին։ Տեսեք, անընդհատ խոսում են մի անգամ նաեւ հայտնի տիկինը հայտարարեց, որ 8000 դասալիկ կա, բայց արդյունքում մենք նույնիսկ 8 դատավարություն չտեսանք դասալիկների մասով։ Այսինքն սրանք փորձեր էին, որովհետեւ մեզ ոչ միայն պարտությունը պարտադրեն եւ պարտության պատասխանատվությունը թողնեն ժողովրդի վրա, սա նաեւ շատ վտանգավոր փորձեր է, որովհետեւ կարողանան հասարակությանը տանել անկարողականության, տանել թերարժեքության բարդությունների եւ հասարակությանը համոզել, որ դուք բացի ուրիշի գերին, ուրիշի ստրուկը եւ ուրիշի հարգատուն լինելուց դուք որևէ բան չեք կարողանալու ունենալ, չեք կարողանալու անելու։ Այ Քոչարյան Անրանիկի հանձնաժողովն էլ նորից դրա մասին է։ Իսկ մենք հակառակը, մենք ամենակարևորը
ուզում ենք ինքներս մեր համար հետևություններ անել, ինքներս մեր մեջ եղած սխալները հասկանալ եւ այդ սխալները ուղղելով նաեւ կարողանալ հասնել այնպիսի մի իրավիճակի, որ կրկին դառնանք հաղթանակ ունեցող եւ հաղթանակ պարտքևող սերունդ։ Մի քանի արդեն հաղորդում նկարահանել եք, ովքեր են եղել ձեր հյուրերը։ Տղաներ, ովքեր պատերազմին ունեցել են շատ ակտիվ մասնակցություն, ովքեր անցել են պատերազմի բոլոր զրկանքներով, ստացել են նաև վիրավորում, կորցրել են ընկերներ, մարդիկ, ովքեր կարողացել են մինչև վերջի պահը պահել եւ պաշտպանել իրենց վստահված հողատարածքը, բայց հետո ցավոք սրտի ստորագրությամբ հանձնվել է թշնամուն, սպաներ, շարքային զինվորներ, միջին սպայակազմ, այսինքն մարդիկ, ովքեր բունկերում չեն եղել, բունկերից չեն հետևել կամ բունկերով չեն կառավարել, այլ եղել են իրական կռիվ տվողները եւ հավատացեք, իրենք ավելի լավ են պատկերացնում եւ իրենք ավելի զգոն եւ ավելի հստակ են գնահատում իրավիճակը, քան գուցե եւ շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դուք եք հրավիրում իրենց, թե իրենք էլ փորձում են կապ հաստատել ձեր հետ, իրենք են առաջարկում, որ ասելիք ունեն։ Գիտեք, սկզբից բնականաբար, քանի որ նախագիծը նոր էր սկսվում, շատերի համար անծանոթ էր, մենք ենք հիմնական մեր զրուցակիցներին փնտրել, արդեն մի քանի հաղորդաշար նկարահանված է, բայց այս պահին արդեն կան նաև մարդիկ, ովքեր ուղիղ կամ միջնորդավորված, իրենք էլ են ցանկություն հայտնել այդ նախագծի շրջանակներում իրենց խոսքը ասել, ներկայացնել, բարձրաձայնել, ընդ որում մարդիկ, ովքեր սկսած առաջին պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերյան դեպքերը զենքը ձեռքերին փորձել են ամեն վայրկյանը օգտագործել հանուն հայրենիքի եւ հանուն հայրենիաց պաշտպանության։ Դուք ասացիք նաև եղել է, որ մի ամբողջ ակումբ։ Այսինքն նույնիսկ խմբեր, չոգած կարծում եմ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք բոլորին ներկայացնել, բոլորի տեսակետներ լսել ու կարծում եմ նաև շատ բաներ կկարողանանք բացահայտել, շատ հարցերի պատասխանները ավելի հստակ տալ հասարակության համար, որովհետև ճիշտ է նորից կկրկնվեմ, բայց ես չեմ պատկերացնում առանց Արցախի հետ վերադարձման Հայաստանի Հանրապետության գոյություն։ Ես դա բացառում եմ, անհնար է։ Եթե մենք չունեցանք ռևանշ իրականացնելու ծրագիր, մենք չունեցանք վերահազատագրելու ծրագիր, հավատացեք, որպես տարածք Հայաստանի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալուց։ Առհասարակ որպես պետականություն ինքը չի լինի եւ մենք որպես նաեւ անձնավորություններ, որպես անհատականներ մենք ինքներս էլ կդադարենք գոյություն ունենալուց։ Որովհետև մարդը միայն պայքարով եւ հաղթանակով կարող է իր եւ արժանապատվությունը առաջ տանել, իր նպատակներն առաջ տանել, առանց պայքար եւ առանց արժանապատվության, հավատացեք, մենք կվերածվենք, չգիտեմ, երևի նմանատիպ լուրջ բույսերի, ովքեր այսօր զուտ խորհրդանիշն են հենց կռվի, պատկարի, պատերազմի եւ հերոսության։ Միայն սոցիալական հարթակում է տեղադրվելու այդ հաղորդաշարը, թե դա նախատեսված է, որ լրատվամիջոցները վերցնեն, օգտվեն։ Մենք բաց ենք համագործակցության բոլոր լրատվամիջոցների հետ, ես ասեմ նախորդ թողարկումների ժամանակ եղել են նաև լրատվամիջոցներ, այս պահին կարծում եմ չարժի առանձնացնել, բայց եղել են լրատվամիջոցներ, որոնք իրենք էլ են հեռարձակել, իրենք էլ են իրենց էլեկտորատին ներկայացել, կարծում եմ ապագայում այդ համագործակցություններն ավելի լայն կդառնան։ Հեղինակը դուք եք։ Այո։ Նկարահանումները որտեղ են տեղի ունեցել։ Տարբեր վայրեր, հիմնականում մենք փորձել ենք դուրս գալ այդ ստանդարտ պավիլոնային զրույցների տարբերակից եւ քանի որ ունենք շատ ճկնաղ հայրենիք, Աստված մեր իսկապես շատ գեղեցիկ հայրենիք է պարգևել, բնականաբար մենք նկարահանման տեղի վայրի խնդիր չունենք, որովհետև Հայաստանում յուրաքանչյուր 100 մետրի վրա կարելի է գտնել մի գեղեցիկ վայր, որը եւ թե մշակութային առումով եւ թե մեր պատմության առումով ինքը խոսում է եւ մեզ կօգնի նախագծի շրջանակներում։